Ֆուտբոլիստի կյանքի անբաժան մասն են կազմում վերելքներն ու վայրեջքները։ Մերթ գագաթին ես, մերթ պահեստայինների նստարանին և դեռ հարց է, որտեղ է թաքնված իրական պատճառը։ Ֆուտբոլ մարքեթը ներկայացնում է տեսանյութերի շարք ֆուտբոլիստների մասին, որոնք ոչ միայն փոխեցին 2016-2017 մրցաշրջանի առաջին կեսը, այլև սեփական անձը։ Սուպեր Մարիո։ Հենց այսպես են կոչում Մարիո Բալոտելիին, այն ժամանակ, երբ ֆուտբոլիստը վերհիշում է լավագույն որակները։ Բալոտելիի ֆուտբոլային կյանքում հաջող հանդիպումներն ու բազմաթիվ վճռական գոլերը ուղիղ համեմատական են նրա սկանդալային պահվածքին, ստացած կարմիր քարտերին և պահեստայինների նստարանին անցկացրած ժամանակին։ Ֆուտբոլային վայրիվերումներն ու սեփական հակասական պահվածքը Մարիոին ստիպեցին 2 տարի անընդմեջ զարդարել անգլիական Լիվերպուլի ու իտալական Միլանի պահեստայինների նստարանը։ Բրենդան Ռոջերսին, Ֆիլիպո Ինձագիին, Սինիշա Միխայլովիչին, այդպես էլ Բալոտելին վստահություն չներշնչեց։ Իրավիճակը ռիսկային էր։ 2016 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Սուպեր Մարիոն դիմեց հերթական արկածախնդրությանը։ Թիկունքում ունենալով 2 տարվա, այսպես կոչված ֆուտբոլային հանգիստ, նա այդ ընթացքում էլ չէր դադարում ֆուտբոլ խաղալ, սակայն գրեթե միշտ մարզումների ժամանակ։ Փոխարենը ֆրանսիական 50 ֆուտբոլիստին ընդունեցին ինչպես հարազատ տանը։ Մոտիվացված տաքարյուն իտալացու պատասխանը նորամուտի խաղում գրանցված դուբլներ։ Մրցակիցը ֆրանսիական չափանիշներով Գրանդ Մարսելի Օլիմպիկը։ Ֆրանսիայում ծագեցին իտալական կրքեր։ Լուսուն Բալոտելին մասնակցել է ընդամենը 11 հանդիպման ու դարձել 9 գոլի հեղինակ։ Նա ևս 2 անգամ էլ հեռացվել է խաղադաշտից։ Չնայած ցուցադրած արդյունավետ խաղին իտալացուն հանգիստ չեն տալիս վնասվածքները։ Եթե Սուպեր Մարիոն կազմում պատրաստ է, մեկնարկային կազմում նրա տեղը երաշխավորված է։ Լուսիան Ֆավրի թիմը ընթանում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի լավագույն եռյակում։ Բալոտելի Ալասամպլեա հարձակողական զույգը դառնալով համատեղ 20 գոլի հեղինակ գլխացավանք է դարձել ֆրանսիական բոլոր թիմերի համար։ Եթե Մարիոին իր նախորդ ակումբներում դժվար էր տեսնել պաշտպանողական գործողությունների ժամանակ, ապա նիսում նրան կարելի է տեսնել ամենուր։ Բացի գրոհներն արդյունավետ եզրափակելուց, Բալոտելին կատարում է խաղարկողի պարտականություններ։ Ֆուտբոլիստի բազմաֆունկցիոնալ լինելը թույլ է տալիս Լուսիան Ֆավրին խաղադաշտ դուրս բերել միանգամից 2 ագրեսիվ հարձակվողի և ճկել մարտավարությունը։ Ալասամպլեան ավելի հաջող է գործում կրակագծում, իսկ Բալոտելին ունիվերսալ է։ Արդյունքում վերջինս նահանջում է եզրեր, գործում ենթահարձակվողի դիրքում, իսկ կրակագծում օգտագործվում է Պլեայի գոլային հոտառությունը։ Բալոտելիի տեղաշարժը թույլ է տալիս Նիսին մեծացնել գրոհների ճակատը և ստանալ իրավիճակն արդյունավետ զարգացնելու ոչ թե մեկ, այլ մի քանի տարբերակ։ Խաղադաշտում ստացած ազատությունը և մարզչի վստահությունը ֆուտբոլիստի մոտ բացահայտում է նոր որակներ։ Բալոտելիի նախորդ բոլոր թիմերում գործում էր առնվազն 3 ֆուտբոլիստ, որոնք հավասարապես կարող էին դիտվել թիմի առաջատար, իսկ Նիսում նման հեղինակություն այս պահին չկա։ Ստացվում է, որ Մարիոն իր ֆուտբոլային փորձով և հարուստ կենսագրությամբ նաև հոգեբանական ազդեցություն է թողնում ֆրանսիական համեստ ակումբի ֆուտբոլիստների վրա։ Այս ամենին գումարենք նաև վարքագծում առկա ակնհայտ փոփոխությունները և կստանանք նախադրյալներ տեսնել իրական Սուպեր Մարիոին։ Համաձայնեք 2004-ից 2016 թվականների ընթացքում խաղադաշտում անցկացրած ընդամենը 36 ոչ լիարժեք խաղն ու հեղինակած 2 գոլը ոչ մի կերպ հնարավոր չէ համեմատել նույնիսկ 2016-2017 մրցաշրջանի առաջին կեսում գրանցած արդյունքների հետ։ Այսպիսի տեղաշարժը նույնիսկ Բալոտելիի մակարդակի ֆուտբոլիստի համար բավական լավ արդյունք է, իսկ ֆուտբոլն անշուշտ իտալական սառնասրտության կարիք ունի։ Նիսի երկրպագուները դեմ չեն ապրել իտալական սրտով։